Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168 TV-ի եթերում երկու ճակատ ոդկասթի 136-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել եւ վերլուծել շաբաթական լրահոսը։ Դա անում ենք մեր գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որն իր 20-ամյա փորձով շարունակում է ձեզ տրամադրել, առաջարկել անվտանգության եւ պահնորդության բարձրակարգ ծառայություններ։ Pantera-ի անունը տասնամյակներ շարունակ դաշտում նույնանում է կայունության, կանխատեսելիության եւ ապահովության հետ։ Լինի դա կենտրոնացված տեսահսկում, հեռավար թե իրական ժամանակում եւ տարածության մեջ անվտանգության ապահովում VIP տիկնապահներ ուղեկցում, ձեր տների, բնակարանների, ընտանիքի անդամների, գույքի, արտադրական ձեռնարկությունների, բիզնեսի, ուսումնական հաստատությունների, անձանց ուղեկցում, պահնորդական ծառայություններ, շուրջօրյա տեսահսկում, այս բոլոր ծառայությունների հետևից կարող եք գալ Pantera, զանգահարել 077 01 0230 հեռախոսահամարով, այցելել Pantera-ի կայք կամ սոցցանցերի Pantera անվանումով էջեր, եթե երկու ճակատ պրոմոկոդն ասեք, հատուկ առաջարկ կստանաք։ Առաջարկում եմ շաբաթական լրահոսի ամփոփումը սկսել ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած մի կարևոր իրադարձությունից։ Ապրիլի 10-ին լրացավ Մարաղայի ցեղասպանության 34-րդ տարելիցը 1992 թվականի ապրիլի 10-ին էր, որ ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրում մեր տասնյակ հայրենակիցների ողջակիզեցին։ Սա նորագույն ժամանակների ամենաբարբարոսական ցեղասպանական գործողություններից էր։ Բայց նույն այդ օրը Մարաղայի ցեղասպանության տարելիցի օրը ադրբեջանասեր հայերի 20 հոգանոց պատվիրակությունը ցամաքային սահմանով հատեց Ադրբեջանի սահմանը եւ ուղևորվեց դեպի Գաբալա քաղաք։ Այնտեղ հանդիպելու ադրբեջանական այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչների, իրականում Իլհամ Ալիևի արտակարգ եւ լիազոր դեսպանների հետ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի գլխավորությամբ, որը ծագումով գանձակից է, որը շարունակաբար հնարավոր բոլոր առիթներով տարբեր միջազգային հարթակներում խոսում է Ադրբեջանի դեմ, հայ ժողովրդի եւ Հայաստանի իրականացրած մարդկության դեմ հանցագործությունների մասին, Գանձակ քաղաքում կառուցվել է Հայաստանի կողմից Գանձակի հրթիռակոծության եւ ադրբեջանցիների զոհվելու հուշահամալիր եւ անձամբ Հիկմետ Հաջիևն է տասնյակ օտարերկրյա պատվիրակությունների պարբերաբար ուղեկցում Գանձակ ցույց տալու իբր հայերի կողմից իրականացված վայրագությունը 44-օրյա պատերազմի օրերին։ Ուշագրավ է, որ վերջին 6 տարում Ադրբեջանի ցամաքային սահմանները հարևանների հետ փակ են։ Կովիդից սկսած Ադրբեջանը փակել է իր բոլոր ցամաքային անցակետերը բոլոր հարևանների հետ։ Բայց մեզ մոլորեցնում են, որ Հայաստանի հետ Ադրբեջանը սահման ունի։ Պարզվում է հերթական անգամ երկարաձգված վերջնաժամկետը Ադրբեջանի ցամաքային սահմանների փակման մասին գործում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, այսինքն այդ երկրի ցամաքային սահմանները փակ են, բայց Կիրանցի մոտակայքում, ինչպես տեսար, իմպրովիզացված վրանային մի անցակետ էր կառուցվել, որտեղ ադրբեջանցիները մուտքի կնիք դրեցին 20 ազգությամբ հայերի անձնագրերում այն իմաստով, որ նրանք հատել են Ադրբեջանի պետական սահմանը։ Կներես միտքդ չմոռանաս, մի հատ կարևոր բան ասեմ։ Մամուլում տեղեկություն տարածվեց, որ այդ որ Ադրբեջանից ապրանքներ են ներմուծում Հայաստան, բենզին, բան, ինչ ծավալի է, ու ասեցին իբր Հայաստանից էլ Ադրբեջանը արտահանում եղե։ Սկզբից ասացին 960 միլիոն դոլարի, պետք է ասենք այս ժամանակահատվածում այդ ինչ ապրանք պիտի լիներ, հետո ճշտվեց ասեցին չէ 960 դոլարի, հետո մաքսային կոմիտեն ասաց, որ մաքսային ձևակերպումով Հայաստանից Ադրբեջան արտահանում չի եղել, որ ասին 960 դոլար, ասի այդ 20 հոգին են։ Երևի, հետո որ մաքսայինը հաստատեց, որ ձևակերպված չի, ասի այդ հաստատ իրանք են, որովհետև այն Ռուբեն Բաբայան կար մեջները, որ ես սկսեցի մոտավորապես հաշվել, ասի Արեգ Քոչինյան մի 160 դոլար, այդ Ռուբենը Բաբայան մի 50 դոլար, դրանք երևի այդ ձևով գնահատել են, մոտավոր էլի կողմնորոշիչ գներով, գումարը ասել են այդ 20 հոգին իրար հետ 960 դոլարի արտահանում ա եղել, որովհետև ուրիշ արտահանում Հայաստանից Ադրբեջան չի եղել։ Արեգ Քոչինյանի գինը հավանաբար ավելի բարձր է որպես պատվիրակության ղեկավար, եւ որպես Հիկմետ Հաջիևի հետ առանձնակի ջերմ հարաբերություններ։ Եվ նրա ուղերձները հայ ժողովուրդ, ասենք 100 + 60 այդ
ֆունկցիան էլի։ Այս խումբը շարունակաբար արդեն տևական ժամանակի ամիսներ շարունակ զբաղված է ադրբեջանական ուղերձները հայ հասարակության մեջ հեռարձակելով, տրանսլյացիա անելով, այսինքն նրանք որերորդ անգամ է գնում են Ադրբեջան, ուղերձներ են ստանում Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, գալիս եւ սկսում են այդ ուղերձները փոխանցել հայ հասարակությանը։ Երկու անգամ եղել է նաեւ որ ադրբեջանցիներն են այստեղ եկել եւ այդ ուղերձները ուղիղ են հեռարձակել մեր բնակչությանը, բայց քանի որ մեր բնակչությունը ադրբեջաներեն չգիտի, ապա այդ ուղերձները հնչում են հայերեն, մեզ հայ հասկանալի լեզվով ժողովրդի ներկայացուցիչների կողմից։ Ճիշտ է, հանդիպումները ռուսերեն են անցնում, բայց դրանց էությունը, դրանց մթնոլորտն ու միջավայրը խորապես ադրբեջանական է, այսինքն հայկական շահի հետ կապված որևէ ուղերձ չի հնչում։ Հիմա թե սրանք ինչ են ասում։ Ինչ է ասում օրինակ նաև այս վարչախմբի արտգործնախարարը օրեր առաջ Էստոնիայի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը, որ Հայաստանը շարունակում է մտահոգ լինել Բաքվում պահվող անձանց ճակատագրով եւ ջանքեր է գործադրում նրանց ազատ արձակման հայրենադարձման ուղղությամբ։ Նույն բանը նաև այս խմբակի որոշ ներկայացուցիչներ Կաբալայից վերադառնալուց հետո են ասել, թե իբր մտահոգություն է հայտնվել Բաքվում պահվող անձանց ճակատագրի հետ կապված։ Այդ նույն շրջանում եւ Իլհամ Ալիևը, եւ Ջեյհուն Բայրամովը, եւ Հիկմետ Հաջիևը, եւ տասնյակ այլ ադրբեջանցի պաշտոնյաներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, Արեգ Քոչինյանի սիրելի Ֆարհադ Մամեդովը, որ իրենց կողմից պատվիրակության ղեկավարն է, քանիցս ասել են, որ բոլոր այն անձինք, որոնք ուժի մեջ մտած դատավճռով այս պահին իրենց պատիժը կրում են Բաքվի քրեակատարողական հիմնարկներում, մարդկության դեմ հանցագործություններ են իրականացրել, ռազմական հանցագործներ են, իսկ Ալիևը վերջին մեխը խփելով այս դագաղի վրա ասել է, որ նրանց մեղքը նույնիսկ ավելի ծանր է, քան Նյուրնբերգյան դատավարության հանցագործներին։ Այսինքն ավելի ծանր մեղքեր են գործել մարդկության առաջ, քան ասենք Հիտլերը, Գեբելսը, Գյորինգը, Հիմլերը եւ մնացած բոլոր երրորդ ռայխի ֆաշիստական առաջնորդները, այսինքն մարդկության մեծագույն թշնամիները երբևէ։ Եվ ասենք օրինակ մեր Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության փառավոր հրամանատարության ներկայացուցիչներին մեղսագրվում է ավելի ծանր մեղք, քան երրորդ ռայխի առաջնորդներին։ Եվ այս պարագայում շատ ակնհայտ է, թե ինչի մասին է այդ հայ-ադրբեջանական երկխոսությունը, այդ ինչ քաղաքական առևտուր է ծավալվում երկու կողմի մեջ, եւ նույնիսկ եթե նախընտրական տրամաբանության բերումով Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցչի հայրենադարձի Հայաստան, ապա դրա գինը լինելու է շատ ավելի ծանր, քան մենք բոլորս կարող ենք պատկերացնել։ Մինչև հիմա ինքը հենց այնց ոչ մի մարդու հումանիստական նկատառումներով չի տվել։ Ինչքան գերի է վերադարձվել, բոլոր եղել է առևտուր։ Բոլոր։ Հիշում ես 31 հոգու դիմաց ստացավ ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը Բաքվում անցկացնելու հայկական կողմի համաձայնությունը պլյուս 2 մարդասպան, որ Հայաստանը հանձնեց դրան։ Այս վերջին դեպքում եղավ 2 սիրիացի ահաբեկիչների 4 հոգու տվեց, 2 սիրիացի վարձկան ահաբեկչի ազատ են արձակել։ Իսկ նրանք հիմա պատիժ չեն կրում, չէ՞։ Այսինքն ոչ մի անգամ առանց պայմանի, առանց առևտրի ինքը բանի չի գնացել։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ ասել է, որ նրանք այդ բանտից դուրս չեն գալու։ Դա ասել հիմա ասեք դրանից եթե չնայած այդ Ալիևն ասել, Արեգ Քոչինյանը դա գատենակ ինչ ասում։ Եթե Արեգ Քոչինյանը ինչ-որ բան ասած Ալիևը շամպես վախենում Արեգից։ Ալիևը այս հարցը վաղուց ներադրբեջանական, այսինքն ներքին քաղաքական հարթության մեջ է դիտարկում եւ իրենց բարձաբանումները այն մասին են, որ ադրբեջանական արդարադատության կողմից իրականացված որոշում է սա եւ ոչ թե ասենք միջազգային մարդասիրությունից բխող որևէ գործողություն, այլ կերպ ասած Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնք արդեն փաստորեն 3 տարի է խոշտանգվում են Բաքվի բանտերում եւ նրանց բոլորի նկատմամբ ադրբեջանական շինծ ու դատավարությունը ավարտվել է եւ նրանց նկատմամբ դատավճիռները մտել են ուժի մեջ մեծամասնության դեպքում ՑՄ ազատազրկման պատժաչափով սրանք բոլորը ներադրբեջանական, այսինքն ադրբեջանական ներքին խնդիրներ են եւ Փաշինյանը ամեն ինչ արել է, որ դա դառնա ոչ թե միջազգային հանրության եւ ոչ թե նույնիսկ Հայաստանի, այլ բացառապես Ադրբեջանի ներքին խնդիրը։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով, դու Արցախի պատանդարված ռազմաքաղաքական ղեկավարությունը թողնում ես Ալիևի քմահաճույքին, ասելով, որ ինքդ փաստորեն այլ պետության տարածքում գործած եւ Ալիևի սահմանմամբ անջատողական ռեժիմի առաջնորդների ճակատագրի հետ կապված որևէ որոշում իրականացնելու կամ որևէ որոշում կայացնելու նրանց
հայրենադարձման հարցում հետամուտ լինելու իրավասություն չունես։ Դա է պարզ ասում եւ ցավոք սրտի այդ համազգային խայտառակությունը մեր բոլորի աչքի առջև էր տեղի ունենում, բայց ուզում եմ հիշեցնել, որ մեղադրյալների շարքում Փաշինյանը, նրա կինը, նրա ընտանիքի այլ անդամներ էլ կան, որդին մասնավորապես։ Դե մեղադրանք չի առաջադրվել, բոլոր այն անձինք, որոնք այս պահին հանգրվանել են զինված ուժերի գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, որոնք երբևէ Արցախյան որևէ պատերազմի մասնակից են եղել, մասնակցել են մարտական գործողություններին։ Էլ չասած, որ 44-օրյա պատերազմի շրջանում էական դերակատարում են ունեցել հրամանատրման գործում, նրանք բոլորը ըստ ադրբեջանական կարգավորումների մեղադրյալ են։ Եվ օրինակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը չմտածի, որ եթե իր կենսագրությունից ջնջում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազող գյուղը որպես իր ծննդավայր, եւ պնդում, որ Հայաստանի Հանրապետությունը ուժով մեր սուվերեն տարածքից բռնազավթված հողերը ազատագրելու խնդիր չի դնում մի բան, որ հակասում է սահմանադրության իրեն վերաբերող դրույթին, ապա Ալիևը իրեն խնայելու է դրա համար։ Որևէ մեկիդ չի խնայելու։ Արայիկ Հարությունյանը չի խնայ։ Արայիկ Հարությունյանի վերջի շրջափակման շրջանում համենայն դեպս գործունեությունը լրիվ հրահանգավորված է եղել Ադրբեջանի նախագահի կողմից։ Սկսեց Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու Ալիևի պահանջից։ Շմես ասաց պետքա նա պաշտոնանկ արվի, ստեղից ասացիմ չէ, պիտի չլինի բան են, տիլի գագո կա պատգամավոր։ Ռուբեն ջան, բարժի որ քո համար բանից է, պիտի համաձայն։ Ռուբենին հանին Ալիևի պահանջով։ Դրանից հետո ասաց պետքա Արցախի բոլոր ինստիտուտները վերացվեն, որևէ այսպես կոչված պետական կազմավորման նշաններ պիտի չլինի։ Արայիկ Հարությունյանը այդ ժամանակահրաժարական տվե։ Շրջափակման օրերին, այսինքն ռազմական ներխուժումից մի քանի շաբաթ առաջ, այսինքն նա կատարել է Ալիևի բոլոր պահանջները, բայց ներվել է ինքը։ Ինքն էլ է ծմա ազատազրկված եւ ստիպված ալնելու իր կյանքի վերջին, մինչեւ վերջին օրը անցկացնել ադրբեջանական բանտում։ Նիկոլին էլ է բռնելու Ալիևը։ Ու չմտածես, որ հիմա ասենց ինքը փշի-փշի, թուրքի դիվանագիտություն է։ Հիմա Իրանից ուզում է ստանա այն ինչ որ պիտի ստանա, որովհետեւ հիմա իր միջոցով է հնարավոր ստանալ։ Այ երբ որ կստանա կվերջացնի, նրան էլ պատժիկ է ընդ։ Դավիթ ջան, ասենք ինքն չի վերցրեց, օրինակ շատ մարդկանց բաց էին թողնում, չէ՞, սահմանից այդ նույն Արցախի պատերազմի մասնակիցն, ասենք ցանկացած տղամարդու Արցախից պատերազմի մասնակից է, էլի, չէ՞։ Բայց ասում են խնդիր չկա, գնացեք, այսքանը մեծ հերիք հանդբորում ասեմ քեզ, իմ ներքինի համոզմունքն է դա, Արցախի 150,000 մարդկանց կյանքը փրկել են այս մարդիկ իրանց անձնական զոհողությամբ, որովհետև իրանք համաձայնվել են մնալ որպես պատանդ, որը ժողովրդին բաց թողնեն, որովհետև եթե իրանք չհամաձայնվեին իմ կարծիքով պատանդ մնալու, բոլորին ցեղասպանելու էին, բնաջնջեին ու ոչ մեկ իրաց չէր մեղադրելու դրա համար։ Այս մարդիկ հանձնվել են, իսկ իրանց ինչի է պատժում, որովհետև իրանց պատիժը դա Արցախի պետականության պատիժ, այսինքն իրանց պատժելով Ալիևը իրավական խնդիր է դնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ամբողջ շրջանում ապօրինություն է եղել։ Դες բոլոր ժամանակների նախագահներին դատում է, չէ՞։ Իդեպ ասեմ, ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազի հիմա մեղադրյալի կարգավիճակ ունեն, այս գործով որ իրանք դատվել են, կա առանձնացված մաս։ Առանձնացված մասով նախաքննությունը շարունակվում է։ Առանձնացված մասով մեղադրյալի կարգավիճակ ունեն Հայաստանի բոլոր նախագահները, բոլոր պաշտպանության նախարարները, նույնիսկ Վազգեն Սարգսյանը եւ Մոնթե Մելքոնյանը մեղադրյալ են, որովհետեւ ոչ մեկը իրաց մահվան վկայականը չի տարետա, որ մահվան փաստով կարճվի։ Վազգեն Սարգսյանը հիմա Ադրբեջանի դատախազությունում ունի մեղադրյալի կարգավիճակ։ Իրանք հատուկ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատիժ սահմանելով պատժում են այդ ամբողջ պատմությունը մեր ժողովրդի։ Իրանց պատժելով բոլորից արդեն ակամա մենք դառնում ենք մեղավոր։ Դե հիմա ձեռները քաշնի կարող ասենց անեն, մի հատ օրենք ընդունեն, ասեն դուք հայ ժողովրդով բոլորդ հանցագործներ եք, բոլորդ։ Որտեւ ինչ որ ձևի ճիշտ է դու չես ծառայել Արցախի պաշտպանության բանակում ինչ որ մեկին կասեն, բայց շինարարական ընկերությունում բանվոր է եղել, որը կառուցել է զորանոց Արցախի պաշտպանության բանակի համար։ Մասնակցել ես դու դրան։ Հաց թուղ ես եղել, հավաքարար ես եղել, հաց եք թխել, տալ եք, մատակարել եք զորքին։ Դրանով ես մասնակցել։ Այսինքն մի հատ օրենք ընդունեն, ասեն հայերը հանցագործներ են ազգովի։
Հետո էլ Ալիևը մի հրամանագրով կասի ես համաներում եմ իրականացնում, ներում եմ ձեզ, ենթարկվեք իմ տիրապետությանը։ Այս ալնելու։ Փաշինյանը վաղուց արդեն լեգիտիմացնում է Բաքվի ապօրինությունները Արցախի եւ Արցախի հայության հանդեպ։ Նույն Փաշինյանն էր, որ Արցախի վրա վերջին ադրբեջանական ագրեսիայի օրերին, դրանից առաջ եւ հետո, պնդում էր, որ Արցախի հայությունը կանգնած է ցեղասպանության վտանգի առջև։ Ինքը այդ մասին խոսել է 2022-ի դեկտեմբերից, այսինքն Արցախի շրջափակումից սկսյալ, մինչև 2023-ի սեպտեմբեր, 9 ամիս շարունակ փաստորեն, ամեն շաբաթ իր տված բոլոր մամուլի ասուլիսներում, բոլոր ճեպազրույցներում, կառավարության բոլոր նիստերում նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված է էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգը, եւ հատկապես Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկելու համար։ Բայց երբ սկսվեց այդ էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը, Փաշինյանն ասաց, որ հայ ժողովրդի գլխին Լեռնային Ղարաբաղում որևէ վտանգ կախված չէ, որևէ սպառնալիք իրենք չեն զգում, ավելին իրենց տեղեկատվությունը եւ իրենց համոզմունքը այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կարող է մնալ եւ շարունակել ապրել այդ հողում։ Ճիշտ է, դրանից ուղիղ 1 շաբաթ անց, սեպտեմբերի 29-ին ասում էր, որ իրենց հաշվումով վաղը, այսինքն սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Եվ այդպես էլ եղավ։ Ուղիղ 10 օրվա ընթացքում ամբողջ Արցախը հայաթափվեց։ Իհարկե, հետագայում պատմությունը կպարզի նաեւ, թե ովքեր էին այն խոճապարարները հենց Արցախում, որոնք արհեստականորեն շտապեցնում էին Արցախի հայության մեծ ելքը Արցախից, այսինքն ամեն ինչ անում էին, որ րոպե առաջ բոլոր հայերը առուփախի ենթարկվելով հնարավորինս արագ լքեն Արցախը եւ հայտնվեն Հակարիի անցակետում, որովհետեւ ինչպես ճշմարտացիորեն նշեցիր, Արցախում նաեւ եղել են իդեմս պատանդարված ռազմաքաղաքական ղեկավարության մարտիկ, որոնք փորձում էին կասեցնել Արցախի հայաթափումը։ Արցախի բռնազավթումը արդեն ակնհայտ էր, բայց հնարավոր էր Արցախը չհայաթափել որոշակի պայմանների գնով։ Իսկ Փաշինյանը ամեն ինչ արեց նաև Արցախը հայաթափելու համար։ Արցախը բռնազավթված էր նաև 1921-ից 88 թվականներին։ Արցախը բռնազավթված էր, այն հայկական խորհրդային հանրապետության մաս չէր, ճիշտ է այն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ, բայց ցավոք սրտի ադրբեջանական գերիշխանությունը խորհրդային այդ ինքնավար մարզի հանդեպ տևականորեն, հետևողականորեն փոխում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերը, երբ 1921 թվականի դրությամբ ավելի քան 95% հայկական ազգաբնակչություն ունեցող Արցախը 88 թվականի դրությամբ 75-25 հարաբերակցությամբ էր։ Շուշիի շրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ էր։ Եվ հիմա ակնհայտ է, որ եթե հանգուցալուծումը արվեր այնպես, որ եթե նույնիսկ Արցախը բռնազավթվեր կամ բայց չհայաթափվեր, դա Փաշինյանի շահերից չէր բխելու։ Այնպես ինչպես Փաշինյանի շահերից չէր բխում 44-օրյա պատերազմը նոյեմբերի 9-ին կանգնեցնելը։ Նրան պետք էր, որ Արցախը ամբողջապես գրչի մեկ հարվածով ընկներ, բայց խափանվեց դա։ Խափանվեց, ճիշտ է, ցավոք սրտի երկարաձգվեց, բայց ամբողջությամբ այդ վտանգը չչեզոքացվեց եւ ընդամենը 3 տարի անց թշնամու ամբողջ երազը իրականացավ։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այդ օրերի դերակատարմանը, ապա այո, այն անձինք, որոնք այս պահին Արցախի ղեկավարի նախկին ղեկավարի կարգավիճակում իրենց ադրբեջանական շինծ ու արդարադատության օրինական ճակերտյալ ուժի մեջ մտած դատավճիռներն են կրում եւ ազատազրկված են ցմահ դատավճիռներով, նրանք այո իրենց պատանդարման գնով կանխել են Արցախի ժողովրդի մեծագույն մասի ցեղասպանությունը, քանի որ ինչպես հետագայում արդեն բաց աղբյուրներում մենք պիտի կարդայինք, ադրբեջանական հատուկ ծառայությունների արցախյան պատվիրակության հետ երկխոսության մեջ մտած բանագնացները Եվլախում սեպտեմբերի 21-ին նրանց արչև հենց այդ պայմանն են դրել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի հանձնվի, այլապես որևէ արցախցի չի լքելու Արցախի հանրապետության տարածքը։ Բայց եղան արցախցիներ, որոնք լքեցին այդ տարածքը եւ լքեցին շատ բարեհաջող։ Օրինակ Արցախի պաշտպանության բանակի վերջին հրամանատար Կամո Վարդանյանը, որը այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդականն է։ Օրինակ Սամվել Բաբայանը, որը ընդդիմադիրի շապիկ է հագել, բայց Արցախի հատկապես առաջին պատերազմում կարևոր ճակատագրական դեր է խաղացել ու հետո Լյուցիֆերի էֆեկտով դարձել է իր իսկ կերտած գործի մեծագույն հակոտնյան։ Այսինքն ինքը իր ձեռքով ջուրն է լցրել իր տարիների ու տասնամյակների վաստակը։ Ես զարմանում եմ նաև Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի շատ հանգամանքներում լռության վրա,
որովհետև այս անձինք քանի падգամավոր ունի Արցախի ազգային ժողով։ Կամո Վարդանյանը, Սամվել Շահրամանյանը, Սամվել Բաբայանը, նաև Փրկարար ծառայության կամ ներքին գործերի վերջին նախարար Կարեն Սարգսյանը, գեներալ-մայոր եւ այլ անձինք, որոնք իրենց աչքերով տեսել են ինչի այնտեղ կատարվել, ով ինչ պայմանավորվածության մեջ է մտել, որն է եղել Արցախի ժողովրդի Արցախից դուրս գալու գինը, եւ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սեպտեմբերի 19-ից 29 անկած ժամանակահատվածում, Փաշինյանը ում է հետևողականորեն զանգել այդ օրերին, ինչ բանակցություններ են եղել Արցախի փաստորեն արդեն վերջին իշխանության եւ այս վարչախմբի ներկայացուցիչների միջև։ Այս բոլոր հարցերին պետք է ճիշտ ժամկետում տրվեն պատասխաններ։ Օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարարներից մեկի ավելի քան 3 տարի շարունակ ազատազրկված գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի ազատազրկման գինը մենք գիտենք, Շուշին չհանձնելն էր։ Այո։ Եվ Միքայել Արզումանյանը ավելի քան 3 տարի դատավճռով, նախապահման միջոցով, ապա դատավճռով Արեգասարի բարձունքը չհանձնելու համար էր կալանավորված մի բարձունք եւ մի տարածք, որը ըստ այս վարչախմբի եւ նրա պարագլխի մեր պետության մեջ չէ։ Այո։ Ստացվում է, որ այն մեղադրանքը, որը Ադրբեջանը եւ նրա շինծու դատարանները ներկայացնում են մեր գեներալիտետին, նույնությամբ վերարտադրում է նաեւ այս վարչախումբը։ Այո, կեսին ես, կեսին դու։ Այդ շատ կարևոր իրադարձությունները, որ դու ասում ես, Դավիթ ջան, ես կփորձեմ դրանք ամսաթվերով որոշակի համադրության մեջ դնել։ Այն հայտարարությունը, որ Փաշինյանն արել էր, որ Արցախը պատերազմի ժամանակ մեկօրյա, որ արցախցիները կարող են մնալ Արցախում, իրենց կյանքին վտանգ չի սպառնում, այլ սեպտեմբերի 23-ին։ Այն դեպքում, երբ որ հետո պարզվեց, որ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը Արցախը որպես պետական կազմավորում դադարեցնելու, որ հետո ինքը չեղարկել էր, ստորագրվել է սեպտեմբերի 19-ին։ Եվ Շահրամանյանն ասաց, որ այդ հրամանագրի նրա բոլոր դետալների հետ կապված ինքը նախապես ամեն ինչը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Արցախի պաշտպանության բանակը մինչև վերջին րոպեն ենթարկվել է զինված ուժերի գլխավոր շտաբին։ Այսինքն նա ինչ է եղել։ Սեպտեմբերի 10-19 ադրբեջանական հարձակում Արցախի վրա մեկօրյա, անմիջապես 19-ին ստորագրվում է հրամանագիրը, որ ցեղասպանությունը կանխվի, որովհետև հակառակ դեպքում բնաջնջել են ընդ բոլորին։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում լինում է հայտնի հանդիպումը, որի մասին դու խոսեցիր։ Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Հայաստանի դիմումով գլխավոր ասամբլեան չէ, անվտանգության խորհուրդը հատուկ նիստ է հրավիրում։ Այդ նիստի ժամանակ Արադ Միրզյանը ելույթ ունենում, Ջերում Բայրամը ելույթ ունենում, մինչև Ջերում Բայրամովի ելույթը ինքս տեղից ասում Արցախին վտանգ չի սպառնում։ Որոնց Արադ Միրզյանը խոսել ասում Ադրբեջանը հարձակվել է, բան Ջերում Բայրամովն ասում է, լսի, տեսել է շեֆը Երևանում, հիմա ինչ է խոսում։ Վտանգ չկա, ամեն ինչը նորմալ է, խաղ ընդհանրապես ժողովրդի խառն է իրար, չեք անհանգստացնում։ Սա արդեն սեպտեմբերի 23-ն է, վերջ, Արցախ չկա արդեն, ինքը գիտի, որ չկա։ Ես ոնց է խափում։ Ու այո, սեպտեմբերի վերջին ասում է, որ այլևս Արցախում ոչ մի հայ մնալու, ֆիզիկապես մնալու հնարավորություն չունի։ Բայց մեն ոչ չասես, որ այս ամեն ինչը հստակ պլանավորված հաջորդական քայլերով իրականացված գործողություններ է։ Ու ինչի սա բերեց։ Որտեվ նոյեմբերի 9-ը Արցախում հայի ներկայություն էր ապահովում։ Ինքը 2000 նայ ամսաթվերով ինչ է գալի 20 թվականի նոյեմբերի 9-ը պատերազմը մի կերպ Ռուսաստանը կանգնեցնում է, խաղաղապահներ է տեղակայում, հələ հիշի, Ռուսաստանի ՊՆ-ն ամեն օր Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում տեղեկություն է դնում, թե քանի արցախցի է խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից գնացել Արցախ։ Այսինքն 20 թվին դուրս եկածներին կազմակերպում են, որ տանեն ռուս խաղաղապահները։ Ինչի, որովհետև ռուսները գիտեին, իրենք Արցախում կմնան, եթե Արցախում հայ կա։ Այսինքն իրենց Արցախում մնալը կապված էր այնտեղ հայկական ներկայության հետ միայն։ Նիկոլը տեսավ Ալիևի հետ, որ ստե խնդրեմ կա։ Ռուսաստանին դրեցին բանակցություններից մի կողմ, 22 թվին հոկտեմբերի 6-ին ստորագրեցին Պրահայի հայտարարությունը։ Ու Պուտինն ասում է, դրանից հետո Ալիևն ինձ ասում է, այդ մարդիկ Ադրբեջանի կազմ են ճանաչել, դա արդեն Ադրբեջանի կազմ է, այլևս վիճելի տարածք չի, իսկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև առանձին պայմանագիր չկա, որ Ադրբեջանի տարածքում տի ռուս զինվորականներ են։ Դուրս բեր։ Ես եւ դու եղել ենք հետպատերազմյան Արցախում։
2021 թվականին։ Եվ հրաշալի հիշում ենք, թե ինչ վիճակ էր այնտեղ, ռուսական խաղաղապահ զորակազմի զբաղեցրած դիրքերն էլ ենք հիշում, հատկապես Շուշիի մատույցներում, այդ քաղաքի մուտքի մոտ։ Ես հրաշալի հիշում եմ եւ տեղացիներն էլ շատ մեծ պատկերավորությամբ դա պատմում էին, որ ամեն անգամ զավթված ջերականից եւ հադրութից ռուսները ադրբեջանցիների ձեռքը բռնած էին բերում, բարձրացնում Շուշի բերդաքաղաք։ Կարմիր շուկայով եւ թաղավարտով երբ նրանք անցնում էին, հայկական բնակավայրերի պատերին կրակում էին մարդկանց ահաբեկելու համար։ Կարմիր շուկան հայկական բնակավայր էր շարունակում մնալ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։ Իդեպ Կարմիր շուկայի տարածքում էլ է թեժ կռիվ մղվել եւ այդ մեկօրյա պատերազմում մի քանի թեժ օջախներ են եղել, դրանցից ամենակարևորներից մեկը Մարտունու շրջանում է եղել, Կոհակ եւ Լուսնյակ բարձունքը, երբ կարդում ես թե ինչպիսի հերոսության պատմություններ կան։ Մարտակերտի շրջանում Ազնավուր Սաղյանը, Մարտակերտի շրջանում է եղել Խաչենի կամրջի մոտ, Նարեշտար եւ Չարեկտար գյուղերի մոտ է եղել, մի քանի թեժ օջախներ են եղել, որտեղ մի քանի ժամում տասնյակ հերոս հայորդիներ են զոհվել, ցավոք սրտի նրանց մի մասն անգամ անգերեզման է մնացել։ Բայց ինչ վերաբերում է հետպատերազմյան Արցախում արկա իրավիճակին, իրավիճակը ամբողջապես 50-50 էր։ Այնտեղ որևէ հիմք չկար մտածելու, թե ադրբեջանցիները գերիշխող են, ճիշտ հակառակը։ Առանց ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցության նրանք չէին կարող Արցախի ինքնիշխան այն ժամանակ դեռևս հայապատկան տարածքի մի բնակավայրից մյուսը անցնել։ Կրկնում եմ, ջրականից եւ հադրութից նրանք ռուսների ուղեկցությամբ միայն Կարմիր շուկայով գալիս բարձրանում էին Շուշի։ Ճիշտ է, քաղաքը իրենց բռի մեջ էր, որոշակի վերահսկողություն կարողանում են պահել։ Էրդողանն էլ մի քանի անգամ գնացել եւ սպառնացել է, եթե հիշում ես, Շուշիի հռչակագրի ստորագրման օրը, թե արդյոք մենք Ստեփանակերտի հյուրանոցում ենք մնալու։ Ալիևն էլ հավելում էր, որ դերևս ոչ, Ստեփանակերտ դերևս չենք հասել, բայց այդտեղ էլ կհասնենք։ Ուզում եմ հիշեցնել մեկ այլ կարևոր դրվագել 2021 թվականի ընտրական ցիկլին էր դա զուգադրվում։ 2021 թվականի մայիսի 11-12-ին տեղի ունեցավ առաջին խոշոր ցամաքային ճեղքումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Գեղարքունիքում եւ Սյունիքում։ Մենք այդ մասին իմացանք տեղի հովիվներից, չոբաններից, իսկ օրինակ մարզպետը կամ ԿՊԱ-կան падգամավորները հերքում էին, ասելով, որ որևէ ներխուժում չկա։ Տիգրան Ավիյանը փոխվարչապետի կարգավիճակում ավտոմատը ձեռքին գնում հասնում էր Սևլիչ, հետո պիտի պարզենք, որ Սևլիչը ամբողջապես անցել է թշնամական վերահսկողության ներքո։ Բայց ինչ կատարվեց այդ ժամանակ, դա շատ կարևոր է արձանագրել։ Փաշինյանը հետո խոստովանեց, որ ինքը այդ ժամանակ արդեն, իսկ նախարարը Արշակ Կարապետյանն էր, դա էլ հիշենք, այսօր ընդդիմադիր է, մեծ ընդդիմադիր է դարձել։ Արշակ Կարապետյանը։ Նա ուրիշ ընդդիմադիրն էլ կա էլի, Վարշակ Հարությունյան, հա, մեկը մեկից ընդդիմադիր։ Այս երկուսը դեռ պիտի պատասխան տան իրենց ծանր հանցագործությունների եւ մեղքերի համար, Վաղարշակ Հարությունյանը եւ Արշակ Կարապետյանից երկուսը։ Արշակ Կարապետյանի օրոք 2021 թվականի մայիս 11-12-ին երկու ուղղությամբ խոր ցամաքային ճեղքում է տեղի ունենում։ Հետո Փաշինյանը պիտի խոստովաներ, որ ինքը զորքին եւ գլխավոր շտաբի պետին տվել է չկրակելու հրաման, ավելին պնդում է, որ ձեռնամարտեր են եղել ադրբեջանցի զինվորների հետ, որովհետեւ հայկական զորքին հրամայված է եղել չկրակել։ Մենք հետո տեսանյութեր տեսանք, որտեղ հայկական զորքը ցավոք սրտի այնքան անպատիվ ու ստորացված վիճակում էր։ 44-օրյա պատերազմի որևէ դրվագում նման բան չէր եղել, ճիշտ հակառակը։ Մեր զորքը բավականաչափ կարողացել էր պահել դիմադրությունը եւ ընդամենը մեկ ուղղությամբ էր ճեղքում եղել։ Իսկ ինչ էր կատարվում 2021 թվականի ապրիլ-մայիսին։ Անդրանիկ Քոչարյանը, որ այսօր գլխադասային հանձնաժողովի նախագահ է, այդ ժամանակ բառացիորեն ասում էր. «Մենք չունենք բանակ, մենք ունենք զինված մարդիկ»։ Սա էր իրենց պատկերացումը մեր ինքնիշխանության, մեր զինված ուժերի, մեր սահմանադրական տարածքի, մեր սահմանների անխախտելիության սկզբունքի մասին։ Հետո պիտի պարզվեր, որ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանի հետ շփվել է WhatsApp-ով։ Եվ լուսապատճեններն էլ պիտի իր էջից տարածեր։ Իսկ հետո նաև պիտի իմանանք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին նաև Իշխանասարի ուղղությամբ Վայոց ձորում եւ դեպի Քարվաճար ու հետո նաև դեպի Լաչին թշնամին էական դիրքային առաջխաղացում էր ունեցել 15 զոհ ենք ունեցել այդ մեկ օրվա ընթացքում։ Ճիշտ է, իրենք էլ մինչև վերջ այդ զոհերի անվանացանքը չասացին եւ թիվը նույնիսկ չէին հրապարակում։ Սուրեն Պապիկյանը, որ այդ ժամանակ արդեն պաշտպանության նախարար էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին, եւ Էդվարդ Աղաջանյանը, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի կամ աշխատակազմի ղեկավարն էր կամ մեկ այլ պաշտոն էր զբաղեցնում, երկու իրարամերժ թվեր էին տալիս զոհերի թվի 2021 թվականի նոյեմբերի 16-ի մասին է խոսքը։ Դրանից 10 օր անց Պուտին-Ալիև Փաշինյան վերջին երակողմ հանդիպումը տեղի ունեցավ եւ դրանով ֆորմատը ավարտվեց։ Բայց այս բոլոր ճեղքումները
այս բոլոր դիրքային նահանջները շարունակաբար խոցոտել են մեր սահմանները, մեր ինքնիշխանությունը, մեր սահմանների անխախտելիությունը, մեր տարածքային ամբողջականությունը, եւ որևէ նման միջադեպից հետո ոչ քաղաքական, ոչ ռազմական, որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, չի պատժվել, չի բանտարկվել։ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկյան պատերազմի 2 ծանր օրերին Էդվարդ Ասրյանը արդեն իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար։ 2 օրում ավելի քան 230 զոհ ենք տվել, այդ թվում 6 կին, որոնք բոլորը անդամահատվել, գլխատվել եւ խեղվել են։ Որևէ մեկը այս ռազմական հանցագործությունների համար առ այսօր պատասխան չի տվել, ավելին խրախուսվել են, այս մարդիկ խրախուսվել են եւ իրենց ստիպել են ասել, որ բանակի արչեւ խնդիր դրված չէ ռազմական ճանապարհով վերականգնելու մեր ինքնիշխան տարածքը։ Հիմա ես ուզում եմ իմանալ, բա էլ ինչ խնդիր դրված չէ մեր բանակի արչեւ։ Իսկ ինչ խնդիր է դրված մեր բանակի արչեւ։ Ըստ մեր սահմանադրության ինչ խնդիր է դրված մեր բանակի արչեւ։ Դե հիմա սահմանադրությունը ինչ կապ ունի։ Սահմանադրությունը Ալիևն արդեն թելադրում թե ինչ պիտի գնեն սահմանադրության մեջ։ Իսկ բանակի արժեվ խնդիրա դրած այդ բանակը վերացնելու, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ, անվտանգությունը դա խո բանակը չի։ Անվտանգությունը բանակն ամենավերջի դերակատարներից է անվտանգության։ Երբ որ ինքը 2020 թվականին ստորագրել ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ շատ հստակ գրած է, որ արտագրել են էլի նախորդից, որտեղ ճիշտ է էլի նախորդը, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են։ Իսկ զինված ուժերի գլխին ինչ օրինաբերում ֆինանսավորման ծավալները կրճատում է, զինվորական ծառայության ժամկետը կրճատում է, կանայք բանակը մտի պաշտպանության նախարարության վերջին 2 տարվա հրապարակումների մոնիտորինգը ես անում եմ էլի։ Ասեք թվեր չունեմ, չեմ այդ խորհրդության վարը։ Գերակշիռ մասը Դավիթ կանայք բանակում, կանանց վաշտ, ինչպես օրենք ընդունին կամավոր պարտադիր զինվորական ծառայության մասին կանանց, որ պիտի կանայք կամավոր հիմունքներով պարտադիր գնան 6 ամիս ծառայեն։ Էդ էլ վճարովի ծառայություն է, որի գումարը, ասենք մի ծառայողի ծառայության վերջում որ տալիս են, գրեթե հավասար է պայմանագրային զինծառայողի աշխատավարձին, այսինքն եթե դրա փոխարեն նորմալ տղամարդու պայմանագիր կնքեն այդ բանակ նույն փողն է։ Մանեկան օրենք ընդունել է մարդ չեն գտնում որ տանեն բանակ։ Մի հատ աղջիկ կար Մելինե, իր անունը ինչ էր, դիմել էր Վազգեն Սարգսյան, որ ընդունվի, չէր ընդունվել նիգոդներերի առողջական խնդիրների պատճառով։ Շուտ դիմել է Վազգեն Սարգսյան, գործ ասում են աղջի արի։ Այդ աղջկան բերին, ֆորման հագցերին, օպերայի բալետի բեմի վրա բանակի օրը երթվավ, երթման օրը պարգևատրվավ վարչապետի կողմից վարչապետի հուշամեդալով։ Դրանից հետո մի աղջիկ էլա գնաց է ու ձեզուն այդ ծրագրից չկա, մարդ չկա որ տանեմ։ Մի հատ պայմանագրայինների բան ունեն, վաշտ։ ՊՆ-ի կայքի լուրերի կես այդ վաշտի մասին է։ Երբ շարվան, երբ հանվան, երբ քնան, երբ հելան, ինչ արի, սաղ նկարագրում են այդ վաշտը, ով ասես այցելել է այդ վաշտի շենքը վերանորոգին բան, կին բուժաշխատող, կին չգիտեմ, գրադարանի կին բանակը ցես մի հատ լեդի զոնա էլի։ Այդ ինչ է, այդ վերաբերմունք է, չէ, բանակը, որովհետև իրականում Ալիև պահանջ է դրել Դավիթ ջան, խաղաղության պայմանագիրը նախաստորագրած որ կարդում ես, այդ ամեն ինչը հստակ գրած է, իրանք չեն ստեղծագործում ինչ անեն։ Հիմա պարզ է, չէ, որ Ադրբեջանը իրանց հատուկ ծառայություններում առանձին մի հատ ստորաբաժանում կլինի, կարծում եմ առնվազն մի 25-30 աշխատող առնվազն։ Մենակ որ Հայաստանով է զբաղվում։ Դրանք անգիր գիտեն Հայաստանի ներքին կյանքը, քաղաքական կյանքը, պետական կառավարման ամեն առավոտ դրանց գործը է դա։ Ու ռեկոմենդացիաները գրում են, տալիս են իրենց երկրի քաղաքական ղեկավարության, ասում են դրանց մոտ օրինակ հայաստանյաց առաքելական եկեղեցի կա, որի ազդեցությունը հասարակական հարաբերությունների վրա մեծ է։ Եկեղեցին էլ ազգային է, 100% ինքնաֆինանսավորվող է, ֆինանսապես կայուն է, ավանդույթներ ունի, պիտի վերացվի։ Այսինքն դրան զավթելու համար այդ եկեղեցին վերացնել առանցքային խնդիր է։ Մայիսի 22-ին ռեկոմենդացիան գրում տալիս է, մայիսի 29-ից կառավարության նիստից հարձակվում է եկեղեցու վրա մինչև հիմա։ Այսինքն դե ոչ մի բանը պատահական չի, այդ մարդիկ լուրջ են վերաբերվում իրենց գործին։ Դավիթ ջան, Ադրբեջանը Հայաստանին, հայ ժողովրդին ճշնամաբար է, իրենք չեն փոխել իրենց վերաբերմունքը։ Որտեղ կարային պատերազմով հաղթեցին, հիմա էլ անցել են
Այս ձևով են հաղթում։ Իսկ իրանց այս ձևի հաղթանակի անունը դրել են խաղաղություն։ Նիկոլականներն անդադ ցես մի հատ պատկեր են ցույց տալի, շատերին թվում է թե դա սիրտ է, բայց սիրտը տենց կառուցված չունի։ Իհարկե, էլի մարդու օրգանի հետ կարելի է նմանացնել։ Բայց դա սիրտ չի, դա ոնց որ ուրիշ բան է։ Էդի ցույց են տալի, սրտի տեղ սիրտով է տեսես սիրտ, դե փակ դրած, բայց այն ինչ որ մենք տենում ենք ինչի որ դա նման է, դա երևացող բան է, էլի մարդու օրգան է, բայց սիրտ չի։ Անուն դրել են խաղաղություն, պատերազմները բերել են, նայ։ Գրել է 20 թիվ հուլիս, Տավուշյան պատերազմ։ 20 թիվ 44 օրյա, 21 թիվ քո ասածը շորժայի ներխուժում Գեղարքունիք մայիս, 21 թիվ Սևլիչ, 21 թիվ Իշխանասար, 22 թիվ Ջերմուկ, 23 թիվ Արցախ, 7 պատերազմ է։ Այն ինչ որ դու ասում ես, դրանք սրանից հաշվարկի մեջ չէին։ Լաչինի ուղությամբ, Շուշիի ճամփի վրա, Արցախում են դիրքային առաջխաղացումները, Երասխի վրա կրակելը, Սոտքի ոսկու հանքի վրա կրակելը, դրանք սրա մեջ չկան։ Սրանք են ինտենսիվ մարտական գործողություններ են անձնակազմի եւ տարածքի կորուստներով։ Այս սրա հեղինակները հիմա գիտես ինչի քարոզիչներն են։ Խաղաղություն։ 8 տարի երկիրը ղեկավարում են 7 պատերազմ են բերել։ Ասում են մենք որ չլենք կլի պատերազմ։ Սպառնում են մարդկանց ու հատկապես իրանք է, որովհետև իրանք արդեն պատերազմ բերել են։ Մարդիկ իրանք դերում են պատերազմ են հիշում, չէ՞։ Պատերազմը վախացնում են մարդուն։ Բայց ընտրողի կամքի վրա ազդելու ավելի առարկայական ձև կա։ Հիմա ասենք թե Արտաշատու մեկի համար շալվար առնես կեթա ընտրություն կատարի, թե որ ասես երեխուդ կսպանեմ, այդ կեթա։ Ոնց որ մարդուն ասես ինչ չընտրես, ես կետամ քո երեխու կսպանեմ, այդ նույն բանն է։ Այդ սպառնալիքով մարդկանց ուզում են տանեն ընտրության։ Եվ սրանք այն նույն մարդիկ են, որոնք 2019 թվականին ասում էին նոր պատերազմ, նոր տարածքներ։ Հերիք չի դա ասում էին, մի հատ էլ հետո չէին հրաժարվում իրենց այդ ասացից, պնդում թե դա քաղաքական ամենաբարձր մակարդակում գրված ռազմավարություն է, եւ հայ ժողովուրդը պատրաստ է ոչ միայն ազատագրված տարածքների պաշտպանության, այլև նոր տարածքներ ազատագրելու եւ դրանք դարձնելու հայրենիք։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մեծի ստեղծած Տիգրանակերտի, որ նույն Աղդամն է կամ Աղդամի հարևանությամբ է քաղաքի մասին, բանաստեղծություն էր գրում եւ դա հրապարակում իր էջում։ Տիգրանակերտը Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզի մեջ երբեք չի մտել, այն ազատագրված շրջաններում է։ Մինչև իշխանության գալը 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը ապրիլյան պատերազմից հետո իր կնոջ Աննա Հակոբյանին հարցազրույց էր տալիս եւ պնդում, որ ադրբեջանական մեկ քաղաք պետք է ընկնի, որ Ալիևը դառը դաս քաղի եւ այլևս երբեք չհարցակվի Արցախի եւ Հայաստանի վրա։ Հիմա այս նույն անձինք ոչ միայն արմատապես տրամագծորեն փոխել են իրենց պատկերացումը պետականության հիմնադրույթների, հայրենիքի սահմանների, պետության, բանակաշինության, պետականաշինության ընկալման, այլև խաղաղության եւ պատերազմի կոնցեպտի միջև։ Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը երբևէ իր կյանքում Արցախյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին պատկերացումը չի փոխել։ Հալածվել է, իշխանազրկվել է, մի խումբ անձանց կողմից հերոսացվել է, բայց ինքը չի փոխել, միշտ ասել է նույնը։ Միշտ ասել է, որ այս հարցի գինը ազատագրված շրջանների հանձնման դիմաց փոխզիջումներով Արցախի կարգավիճակի ստացումն է եւ Ադրբեջանի հետ պայմանավորվածության գալը։ Փոքր-ինչ այլ փաթեթային պատկերացում են ունեցել այս հարցի շուրջ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները, բայց նրանք էլ երբևէ չեն ստել։ Ճիշտ հակառակ, օրինակ Սերժ Սարգսյանը մեղադրվել է առերևույթ դավաճանության համար նույն Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն հիմա այս վարչախումբը, որը նախկին իշխանություններին համարում էր ոչ մի թիզական, նախկինում համարում էին դավաճան։ Ու ես ուզում եմ հասկանալ, որ իրենց համոզմունքն է ճիշտ, իրենք որի մեջ են համոզված։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը իրենց համար ոչ մի թիզական են, թե դավաճան են։ Իրականում ոչ մեկն էին, ոչ մյուսն էին։ Բացի Նիկոլ Փաշինյանից Հայաստանի Հանրապետությունում դավաճան ղեկավար չի եղել, բայց բացի Նիկոլ Փաշինյանից մինչև 2020 թվականը Հայաստանում նաև ոչ մի թիզական ղեկավար չի եղել։ Հայաստանի ոչ մի ղեկավար չի ասել նոր պատերազմ, նոր տարածքներ։
Հայաստանի ոչ մի ղեկավար չի ասել, որ մենք դեռ պիտի հասկանանք մադրիդյան սկզբունքներով առաջնորդվում ենք, թե ոչ։ Եվ պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունի Ադրբեջանը մադրիդյան սկզբունքների տակ։ Քեզ ինչ նկատի ունի։ Դու քո գլխի տերն ես։ Դու լսի միջազգային հանրությանը։ Նույն Տեր-Պետրոսյանը ճշմարտացիորեն ասում էր, որ դու Ադրբեջանի հետ չես երկխոսում, տղա։ Դու երկխոսում ես միջազգային հանրության հետ, նա է քո խոսակիցը, որովհետև Ադրբեջանի հետ դու երբեք չես կարողանալու լիակատար համաձայնության եւ համերաշխության մեջ լինել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Բայց ՄԻԱՀԿ Մինսկի խմբի քո իսկ լուծարած համանախագահ եռյակի հետ դու լիակատար համերաշխության եւ համաձայնության մեջ էիր, որովհետև դու եւ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան մի բան էիք ասում, իսկ Ադրբեջանը մեկ այլ բան։ Եվ Հայաստանի որևէ նախկին նախագահի մտքի ծայրով երբևէ չէր կարող անցնել կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արդյունավետությունը, ձևաչափը, մադրիդյան սկզբունքների արդյունավետությունը, օպտիմալությունը, ասել, որ Ալիևի հետ պետք է տետատետ շփվել, վստահության մթնոլորտ ձևավորել, վերելակում, սուրճի մեջ, թե այլ կասկածելի հանգամանքներում, որ որևէ մեկը Ղարաբաղի ժողովրդից թաքուն եւ նրա շահերի հաշվին որևէ գործարքի չի գնալու։ Այդ Հայաստանի որ նախկին նախագահին ցանկալի չէր լինի Ստեփանակերտի հրապարակում տասնյակ հազարանոց հանրահավաք հրավիրել եւ բարձրագոչ հայտարարել Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ով չէր ուզի։ Բայց Հայաստանի ոչ մի նախկին նախագահ պոպուլիստ չէր։ Ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը։ Նրանք բոլորը պրագմատիկ եւ իրական քաղաքականության նվիրյալներ էին։ Եվ այդ իրական քաղաքական արդյունքն էր, որ իրանք դա չէին հայտարարում, բայց իրանց պաշտոնավարման շրջանում դա տենց էր։ Հիմա ասենք ես որ իմ ընտանիքը վերցնում էի, թվում էի Շուշիում մնում էի, ճամփորդում էինք ամբողջ Արցախով, իրիկունը գալի քնում էինք Շուշի, Հայաստան չէր։ Հայաստան էր ճիշտ այնց, ոնց որ իմ ծննդավայրը, ոնց որ Երևանը։ Մենք ապրում էինք հայկական միջավայրում, մեր գրպանում հայկական դրամ էր, խանութներում ապրանքները հայկական դրամ, մեզ պաշտպանում էր նույն բանակը։ Մենք մեր երկրում էինք։ Հայաստան էր։ Դրանից ավել Հայաստան ինչ պիտի լիներ։ Անվտանգ, ապահով, մեր կյանքը այնտեղ կազմակերպված էր լիոլի։ Իջնում ենք երեխեք Ստեփանակերտում, կարուսել էին նստում, պահպանագենուտում, ժամանակ ենք Ստեփանակերտը Հայաստանի ամենամաքուր, ամենախնամված, այդպես տրամադրություն, որ երեկոյան ժամերին կար Ստեփանակերտի հրապարակում փողոցներում, Հայաստանի ոչ մի քաղաքում չի եղել։ Հայաստան էր, չէին հայտարարում, բայց անում էին։ Ապահովել էին մեր երկրի անվտանգությունը։ Եկան լրիվ ավիրին վերջում տարան տվին թուրքի բաժին, հիմա եկել են մեր վրա մունաթ են անում։ Հələ մեր վրա մունաթ են անում, հասկանում ես։ Արգելում են, ասիկա մարզպետը արգելում է դպրոցի տնօրենին, որ դպրոցում լինի Արցախյան գոյամարտի парքի անկյուն եւ այնտեղ տեղադրված լինի Արցախի դրոշը։ Արմավիրի մարզում Սարդարապատ համայնքում դպրոցի տնօրենին պաշտոնից ազատել են դրա համար, որ այ եթե դպրոցի տնօրենը աներ են ինչ-որ Ալիևն արի, օրինակ ասենք Արցախի դրոշը գցեր ոտերի տակ վրով քայլեր։ Նրան խո պատասխանատվության չէ ենթարկի։ Թրքացել է մեր երկիրը Դավիթ ջան։ Այսինքն դառել ենք թուրքի տիրապետության տակ։ Եվ սա ուզում են մեզ ներկայացնեն իբրև խաղաղություն։ Այսինքն թրքական տիրապետության տակ ապրելը համարվում է խաղաղություն, որը հիմա իրանք քարոզում են ու ասում են, այ առաջիկա ժամանակաշրջանում էլ դա պետք է լինի։ Տվեք մեզ իշխանություն, որպեսզի մենք ձեզ դարձնենք թրքահպատակներ։ Մեր պետությունը ասում է, չէ, սահմանադրությունը պիտի վերացնենք, անկախության հռչակագրից պիտի հրաժարվենք, ու դա բոլոր ում պահանջն է, Իլհամ Ալիևի։ Այսինքն եթե մի պետություն ղեկավարվում է թշնամական պետության պահանջներով, էլ ի՞նչ պետություն։ Ազգային ժողովում էլ ասում է բանա։ Ավելի ինքնիշխան մենք երբևէ չենք եղել։ Հայաստանը ավելի անկախ երբևէ չի։ Այ հիմա երբ որ Ալիևը ցանկացած պահանջ դնում է մեր առաջ, մենք կատարում ենք, այդ դրանով արտահայտվում է մեր ինքնիշխանությունը։ Հələ հիշի մինչև Ամերիկա Վաշինգտոնյան փաստաթուղթը ասում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի մենակ այս ժամանակ, երբ որ խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրված կլինի, ուժի մեջ մտած կլինի, երաշխիքներ կլինեն, որ դա չի խախտվի, նոր այդ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի։
Տես լուծարվավ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Խաղաղության պայմանագիր չկա։ Այն ինչ էլ որ նախաստորագրվել է մենակ ադրբեջանական պահանջներով, հիշի, գոնե 3 կետի նկատմամբ առարկություն ունեին։ Այդ 3 կետից մի ստորակետ փոխվել է, որ իրանք համաձայնություն տվել են։ Ոչ, փոխվել է հայկական կողմի դիճքորոշումը, Այո։ վերաբերմունքը այդ հարցերին։ Դե դավաճանությունն Այսինքն էլ է, քո դիվանագիտությունը ձախողում է թշնամու հետ բանակցելիս գոնե ինչ որ բառ, ինչ որ տառ, ինչ որ արտահայտություն վերաբանակցել այնպես, որ այն հնարավոր լինի ծառայեցնել հոգուտ քեզ, եւ հետո հայտարարվում է, որ փոխվեց մեր դիրքորոշումը, ոչ թե այդ դրույթը։ Այսինքն մենք արդեն այլ կերպ ենք նայում այլ կերպ չէ, իրողություններին։ նենց ոնց որ թշնամին են նայում։ Ես անցած թե նախանցած թողարկմանը ասացի, հիմա էլ եմ դա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ եթե ընդդիմադիր ուժերի մեջ կգտնվեն անձինք կամ ուժեր, որոնք կհայտարարեն, որ իրենք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր, իսկ ցավոք այդպիսիք կան, ապա որևէ տարբերություն չկա, թե ով կլինի Հայաստանում իշխանության։ Որովհետև Վիեննայի կոնվենցիայի կարգավորումներով ուժի սպառնալիքի տակ ստորագրված ցանկացած փաստաթուղթ ի սկզբանե առ-ոչինչ է։ Եվ վերջին 6 տարում Հայաստանին պարտադրված բոլոր փաստաթղթերը առանց բացառության այդպիսին են։ Նրանք նաև չեն անցել ներպետական ընթացակարգերը, սահմանադրական հսկողություն եւ ազգային ժողովի վավերացում չեն անցել եւ այդպիսով իրավազոր չեն։ Եվ նաեւ այդ հանգամանքի բերումով բարեբախտաբար առ այս պահը չկա որևէ փաստաթուղթ, որով Արցախը ճանաչված է Ադրբեջանի կազմում։ Ճիշտ է։ Ճիշտ հակառակն ենք մենք տեսնում, որ վերջին շրջանում կա որոշակի միջազգային համերաշխություն այն հարցի շուրջ, որ Արցախի հարցը բնավել փակ չէ։ Եվ տարբեր միջազգային ատյաններում Շվեյցարիայից մինչև Մոսկվա մեզ հիշեցնում են այդ մասին։ Պուտինը օրեր առաջ անձամբ այդ մասին խոսեց, զարմանալիորեն, տևական ժամանակ նա չէր խոսել Արցախի մասին։ Շվեյցարիայի խորհրդարանում շարունակվում են քննարկումներ պարբերաբար Արցախի իրավասուբյեկտության, արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Միացյալ Նահանգներում տասնյակ հայամետ կոնգրեսականներ կան, որոնք պարբերաբար այս հարցի շուրջ արտահայտվում են։ Ֆրանսիայի եւ ազգային ժողովում եւ սենատում, այսինքն իրենց խորհրդարանի երկու պալատներում էլ այս հարցի շուրջ քննարկումներ լինում են։ Ֆրանսիայում Մուրադ Փափազյանն ասաց, որ Մակրոնն իրան ասել է, որ ինքը ստիպված է եղել փաստի առաջ կանգնել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հանգամանքներով պայմանավորված։ Եվրախորհրդարանում կան տասնյակ պատգամավորներ, որոնք շատ լավ ծանոթ են հայկական հիմնահարցերին։ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների ընդհանուր ղեկավար Թուլսի Գաբարդը եղել է Արցախում անձամբ եւ ենթադրում եմ, որ դերևս ուշեր պահպանում է արցախցի ժողովրդի եւ նրա հավաքական հիշողության մասին։ Այնպես որ Արցախյան հիմնախնդիրը որքան էլ Փաշինյան-Ալիև տանդեմը ձեռք-ձեռքի տված փորձի փակել, արհեստականորեն երբեք չի փակվի։ Չի կարող մեկ կոնֆլիկտ հանգուցալուծվել կոնֆլիկտի կողմերից մեկի 100% հաղթանակի եւ մյուս կողմի 100% պարտության դեպքում։ Այդպես չի հանգուցալուծվում որևէ կոնֆլիկտ։ Ոչ բոսնիական հակամարտությունը, ոչ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, ոչ իրանա-իսրայելական հակամարտությունը, ոչ Հնդկաստանի ու Պակիստանի միջև հակամարտությունը, ոչ Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջև հակամարտությունը։ Այսինքն համաշխարհային գեոքաղաքական վիճակին ծանոթ եւ կոնֆլիկտների պատմությանը ծանոթ ցանկացած անձ գիտե, որ որքան էլ անհամաչափ լինեն ուժերը, միևնույն է որևէ կոնֆլիկտ չի հանգուցալուծվում կողմերից մեկի 100% պարտությամբ եւ կողմերից մյուսի 100% հաղթանակով։ Կապիտուլյացիան է։ Դրա վերջին օրինակը մենք տեսել ենք 1945 թվականի 1 մայիսին, 1 էլ սեպտեմբերին, համապատասխանաբար Գերմանիայում եւ Ճապոնիայում։ Դրանից հետո համաշխարհային պատմության մեջ որևէ նման օրինակ չկա։ Եվ հատկապես երբ հակամարտության կենթանի վկաները ավելի քան 150,000 մարդ հայրենազրկվել են, մի մասը ցեղասպանվել է, մշակութային ժառանգության ցեղասպանումը շարունակվում է մեր աչքի առջև։ Վկան իմ շատ սիրելի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, որը իդեպ այնտեղ նաև արարողությունների վայրներ, ասենք այնտեղ հուղարկավոր հոգեհանգիստներ են լինում, այնտեղ նաև պսակ եւ մկրտություն էր կազմակերպվում, Ստեփանակերտցիները շատ կապված էին այդ եկեղեցուն, քաղաքի հարավային մուտքի մոտ տեղակայված։ Եվ երբ տեսնում ես այդ ամենը, բնականաբար առավել քան համոզվում ես, որ որևէ կոնֆլիկտ այս ձևով արհեստականորեն փակելով դու չես կարող հանգուցալուծել։ Բոսնիական հակամարտությունը կամ սերբական հակամարտությունը, Կոսովոյի հակամարտությունը հանգուցալուծված է։ 2008 թվականին Միացյալ Նահանգները եւ տասնյակ այլ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը։ Սերբերը համակերպվել են դրա հետ։
Սերբերը հիմա Կոսովոն, Պրիշտինա մայրաքաղաքով համարում են անկախ պետություն։ Կամ օրինակ վրացիները հիմա Աբխազիան եւ Հարավային Օսիան համարում են անկախ հող կամ ռուսապատկան հող։ Ոչ էլ ուկրաինացիները։ Նույնիսկ այս վարչակազմը, նույնիսկ Իվանիշվիլին այդպես չի համարում։ Նույնիսկ Կոբախիձեն այդպես չի համարում Վրաստանի գործող վարչապետ։ Իրենց կնիքների վրա շարունակում է մնալ ի տարբերություն մեզ, որ հանեցինք Արարատ լեռը մեր դրոշմակնիկից։ Վրաստանի ամբողջական քարտեզը, իմ ազնագրում կա, որի մեջ ներառված է Աբխազիան եւ Հարավային Օսիան, որովհետեւ այդ մարդիկ ժողովուրդ են եւ պետություն են, ոչ թե գնչու թափառախում։ ու անկախ այդ պահի իրանց խնդիրներից ունեն նաեւ ինստիտուցիոնալ հիշողություն եւ ունեն երազանք վերականգնելու իրենց պետությունը իրենց պատկերացումներին համապատասխան։ Մենք էլ ունենք Դավիթ ջան այդ երազանքը, մենք էլ ունենք այդ պատկերացումները եւ դավաճանական փոքր խմբակը չի կարա մեզ մշտական դժբախտությունների մեջ պահի էլի։ Ի վերջո ամեն ինչ իր լուծումն ունենալու։ Մենք այսօր ամբողջ թեման մեր նվիրեցինք անվտանգային խնդիրներին, իսկ անվտանգությունը դա ոչ միայն պետությանն է վերաբերում, այլ նաեւ անհատին, կազմակերպության, ընտանիքներին։ Իսկ այդ մակարդակում անվտանգության այդ մակարդակում կան պրոֆեսիոնալ կազմակերպություններ, որոնք կարող են դա ապահովել, իսկ նրանց շարքում մեր կողմից երաշխավորված եւ վստահելին դա Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպությունն է, որը իրականացնում է թե անհատների, թե առևտրային մասնավոր տարածքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ֆինանսական կազմակերպությունների, ցանկացած տիպի կազմակերպությունների, ինչպես նաեւ բեռների ուղեկցում, պահպանություն եւ ավանդական մեթոդներով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով դա իրականացնելով պրոֆեսիոնալ կազմով։ Pantera-ի ծառայությունները հասանելի են Pantera-ի կայքում եւ ընկերության սոցիալական հաշիվներում, իսկ գործընկերության համար պետք է զանգարել 077 01 02 30 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդկասթի 136-րդ թողարկումն էր 168 TV-ի եթերում։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանս ամփոփեցինք եւ վերլուծեցինք շաբաթական լրահոսը, դա սիրով ձեզ համար կանենք նաեւ մյուս ուրբաթ մեր ավանդական 21:21-ին։ Ցտեսություն։